Բարձրացնագեսի Ռոնի Կարբյան Ռուստե Ֆայնանսինգ Կերչան կողմից այսօր հունվար 18 2026 թվական ինչպես տարին սկսել ենք արդեն անցերա արորիա գործերը եւ աշխատանքը եւ արձակուրդներից արդեն դուրս ենք եկել ըստ սովորության ամեն շաբաթ փորձելու եմ այդ շաբաթվա կարևոր վերնագիր լուրերը որ ինչպես հասկացողության headlines news որ ինչեր է կատարվում ֆինանսավորման, real estate-ի կամ տոկոսների շուկայի մեջ կամ ընդհանրապես էկոնոմին, որ ազդելու է ձեր գործերին, ձեր եկամուտին, ձեր ապրուստին, որ կարողանաք, եթե ծրագիր ունեք, ներդրում կատարելու միլիոններ դոլարի, որտեղ տան արժեքները գոնե Լոս Անջելեսում average-ը 1 միլիոնից ավել է, եւ անշուշտ կոնդոմինիումներ ավելի շատ Գոնե ես ձևով կարողանամ ձեզի օգտակար լինել, թարգմանել, ինչպես ասամ, թարգմանել, այսինքն վերլուծել օրենքները ներողություն։ Կներեք, վերլուծել եւ թարգմանել պայմանները եւ օրենքները եւ լուրերը, որ կարողանաք ավելի հեշտությամբ որոշում տալ։ Սկսելով existing home sales, այսինքն ոչ թե նոր, այլ վերավաճառվելիք տուները, որ վաճառվել են ընդհանրապես դեկտեմբեր ամսվա ընթացքին, բոլոր Միացյալ Նահանգների մասին հետո կենտրոնանանք, սա առաջի անգամ լինելով existing home sales-ը 5.1% աճ ունեցավ ոչ թե արժեքները, այլ առուվաճառքը որպես քանակ Եվ էսի բախտատելով, որ seasonably adjust են անում, որ տարեկան մոտ 4.350.000 տուների մասին է խոսքը։ Դեկտեմբերը ամենաուժեղ ամիսն է, որ ունեցել ենք, կարող եմ ասեմ վերջի 3 տարվա ընթացքին, որպես ամեն ամիս առուվաճառքը քանակը քիչ առաջի անգամն է, որ բարձրացավ։ Եվ սա Այս պարզ լուրը, որ շատ պարզ լուր է, it's a big deal հասկացողությամբ, մեծ կարևորություն ունի, որտեղ էսի մեզի թարգմանում է ասելով, որտեղ մեծ քանակ է 5% ընդհանուր Միացյալ Նահանգում, it's a big numbers, եւ էսի մեզ թելադրում է, որ գնողները որպես buyers վերադառնում են շուկա, they're coming back, or sideline, սպասողական վիճակի մեջ լինելով վերադառնում է։ 2025 թվականը որպես home buyers գնողների համար ընդհանրապես շատ tough տարի էր, շատ դժվար տարի էր, որովհետև արժեքները բարձր են եւ տոկոսներն էլ բարձր են, եւ ընդհանրապես affordability հարց է, որ չի կարողանում ժողովուրդը տուն առնին, որ այդ combination of արժեքների եւ տոկոսների պատճառով եւ այդ պատճառով առուվաճառքը ընդհանրապես քանակը քիչ էր, որովհետեւ չի կարողանում տուն առնել։ Բայց 4-րդ երամսյակը 2025-ը տեսան, որ մեկ քիչ արդեն վիճակը սկսավ բարելավել եւ մեծամասնությունն էլ ինչու, որովհետեւ տոկոսները, տան տոկոսները, ոչ թե federal funds rate, տան տոկոսները կամանց սկսան իջնել եւ տան արժեքները բարձրացումն էլ սկսավ թեթևանալ, թե ինչ նախկինում ձեզի զեկույց եմ տվել, որ քանի տոկոսով 1.5% եւ այլն այդ տեսակով էր բարձրանում, քան թե 10%, 15%, 30% COVID-ի ժամանակները։ Եվ էսի օգնավ գնողները հետ վերադառնան շուկան, որ տեսնում ենք իր արդյունքը դեռ դեկտեմբեր, որպես ցուրտ ամիս, որպես մատ ամիս, որպես ձուների մեջ, որտեղ բոլոր Միացյալ Նահանգների զեկույցն է եւ անշուշտ արձակուրդներով, vacation-ներով եւ այլն, նույնիսկ այդ բոլորը նկատի առնելով դեկտեմբերի sales-ը բարձր։ Բայց իրականությունը որպես inventory, այսինքն ինչ որ վաճառվելիք տուներ կա շուկայի մեջ, դա մեծ պատճառներից է, որ արժեքները պաշտպանվում են։
եւ գոյկե իրականությունը իմանաք, որ անցյալ շաբաթ եթե ով նայավ, ձեզ ասամ 3 հատ բուն պատճառներ պետք է լինի ու արժեքները իջնեն եւ 3-ն էլ նույն ժամանակ պետք է լինի, որ դժբախտաբար չունենք։ Չեմ ուզում կրկնեմ, կարող եք անցյալ շաբաթվա վիդեոներս YouTube-ի վրա նայեք։ Ընդհանուր housing inventory-ին ինչ-որ տուներ կա վաճառքի դեկտեմբեր ամսվա ընթացքին մոտ 1.18 միլիոն տուներ էր 1.18 million եւ այսի supply-ը ընդհանուր եթե ասում են որևէ տուն չկա շուկա եւ ամենը վաճառվի ինչքան ժամանակ կառնի դա հասնում է մոտ 3.5 ամիս կտևի քան թե նորմալ պարագաներում 6 ամիս պետք է առնի ընդհանրապես որ նորմալ շուկա ելնի որպես competition-ի արժեքների So առայժմես բավականի տուն չունենք տան տուներ շուկայի ընթացքի շուկայի մեջ որ կարողանանք նկատի առնենք որպես balanced մահատ շուկա եւ էսի անշուշտ որ դեսենք բերելու դա տարբեր հարց Այսինքն պարզ ձևի բացառելով նույնիսկ տոկոսները որ բարձրին նախքին 3 տարվա ընթացքին պահանջը դեռ կար, բայց տունը չկար եւ դա պատճառը լա որ տան արժեքներն էլ բարձրան։ Եվ հիմա տան արժեքները it is what it is պաշտոնականը Միացյալ Նահանգներում $405,400 էր եւ էսի արդեն նորեն բարձրացել է վերջի 30 ամիսների 3 տարվա ընթացքին ամեն ամիս արժեքները բարձրացել են նույնիսկ կամանց բայց բարձրացել է դեկտեմբերը So market has not felt որ արժեքները իջնում է adjustment-ի մասին չեն խոսում այն որ սխալ արժեքադրի հետո բերումացած ըտա մասին չեն խոսում խոսում ենք պարզապես ճիշտ արժեքով որ վաճառվում է եթե նայեք որևէ անշուշտ իր location-ը ինչ որ Glendale-ը պետք է բախտատես Glendale-ի հետ, Van Nuys-ի հետ, Orange County-ի հետ, Fresno-ի հետ եւ բախտատելով իր ամիջական շուկայի մեջ տեսնենք որ արժեքները չեն իջել, but just in arrest so there's no collapse արժեքներին եւ ավելի շուտ rebalancing մահատ թիվերը այդում որ շատ նորմալ է So ամենից կարևոր մահատ պայմաններից տուն գնողի համար որպես buyers ինչ այսօր տոկոսը շատ ճիշտ տոկոսը որ Freddie Mac-ի կողմից որ անցյալ շաբաթ ձեզի ասեմ որ միշտ միջինն են վերջնում average-ն են վերջնում դեկտեմբեր ամսվա ընթացքին այդ շաբաթվա դեկտեմբերի average-ը Freddie Mac-ի կողմից որ պաշտոնականն է մեր ավելի լավ է 6.19% էր որ նոյեմբերին average նոյեմբերի average-ը ավելի բարձր էր եւ նայում են որ նույն ժամանակ անցյալ դեկտեմբերին, այսինքն դեկտեմբեր 24-ին 6.72 բախտատելով 6.19 5/8-ի չափից է big number So ժողովուրդը որ է միշտ գալիս են նորեն ըստ սովորության պարոն Ղարիբյան տոկոսները ուր է այդ խոսակցությունը կա Եվ ինչպես ասամ, ինչպես որ տեսնում ենք այս շաբաթ որ դեռ զեկույց ունեմ ձեզի տալու տոկոսները իջան, եթում ենք դեպի իջացում ավելի շատ, բայց նույն ժամանակ շատ արագ են շարժվում։ Տոկոսը շատ արագ է շարժվում եւ ելնումա օրական 2-3 անգամ adjustment ունենք ցած կամ բարձր, okay? So ինչ որ economy-ին օրական լուրը նա, այսօր նախագահ Թրամփը 11-ին մալ լուրա տալի քան թե ժամը ճաշետո 2-ին տոկոսը փոխվում է եւ բան մարքեթի վրա անմիջական ազդեցություն ունի։ Եվ անշուշտ երկրորդ մեծ բաժիններից որ կա բացի որ տոկոսները bounce են անում ինչպես հիշում եք ձեզ անցյալ շաբաթ ասամ որ նախագահ Թրամփը հայտարարավ որ mortgage backed security-ները առնելու համար $2 բիլիոն դա մասին խոսացինք, այսի պատճառը լա որ տոկոսները բավականի իջնի եւ չեմ ուզում technical մասերը խոսանք անցյալ անգամ խոսացել եմ, բայց տոկոսները շատ հզորությամբ մեծամասնության հենված են որպես բանդերի վրա mortgage bond market-ին ոչ թե
կենտրոնական բանկի տոկոսը, որ ինչ հասնում է, դե չի հասնում, որ դեռ հիմա կռիվը կա։ So mortgage-backed security արժեքները, որ անցյալ անգամ ձեզի ասամ, դա օգնում է տոկոսները իջնի, որ 200 բիլիոնի լուրը օգնավ եւ ուրիշ բաներ էլ օգնում են, so երբ որ headline-ները, այսինքն վերնագիրները լուրերին ստենցի գրվում է մեծամասնություն, ելնումա որ օրական անմիջապես տոկոսը անմիջական մի հատ իջնի, նայեցես դիպ իջնում է եւ անշուշտ ուրիշ լուրերը շարունակվելով հաջորդ օրը նույն օրը կամ երկու օր հետո տոկոսները իր adjustment-ները անում է, բայց այդ որ իջնում է is that opportunity, այդ հնարավորությունն է տալու, ահա իջավ եւ դա կարող են եւ օգտագործում են ժողովուրդը։ So մյուս լուրը որ տոկոսներին ազդում է բացի բան մարքեթը, բացի economy news-ները, որ mortgage-backed security-ն օգնում նախագահ Թրամփի կողմից, մյուս կարևոր կետը, որ տոկոսներին անմիջապես ազդում է, դա էլ inflation news, այսինքն սղաճի թանկության լուրերը։ So նույնիսկ positive լուր է գալի, լավ լուր է գալի mortgage bond market-ի համար, որ 200 բիլիոն կելնի լավ լուրեր տոկոսների իջան, inflation data-ն, inflation սղաճի տեղեկություն, որ դուրս է գալի, անմիջապես reverse անում, հետա փոխում այդ լավ լուրը եւ սկսում է balance անել։ So inflation-ը տեղեկությունը, որ եկավ մանավանդ wholesale inflation, դա պատճառել է որ 10-ավոր treasury-ները հետ բարձրանան եւ mortgage price-ները նորեն բարձրանան եւ lender-ները դա փոխարեն adjust են անում անմիջապես։ So իրականության մեջ ինչա հիմա տոկոսները փոխվում են առօրյա կախյալ լուրերին, այսինքն headlines news ինչա, այդ լուրը արդյոք անմիջապես լավ դե վատ լուրա տոկոսը իջնում կամ բարձրանում, so it's very շատ լուրի կախյալ 100%-ով մհատ տոկոսները կախյալ են լուրերին։ So լավ լուրը ինչա ընդհանրապես դա մեջ, որ կարող է մարքեթը որևէ ուղղությամբ փոխվի շատ արագ եւ միջև ինվեստորները կարողանան այս full նկատի առնեն եւ process անեն, որ ինչա կատարվում տոկոսը անմիջապես swing այլում։ So ձեր համար որպես buyer ես, seller ես, refinance անող ես, ինչա նշանակում ձեր համար ես բոլորը, ամեն մարդու համար տարբեր է։ Մատ լինելով անշուշտ որպես buyer, որպես տուն գնող, որովհետև ինչպես ասենք action-ը արագ է, տոկոս իջնել բարձրանալը արագ է, բայց տուն առնելն մի բան չի, որ նստես տելևիզիոնի առաջ կամ հեռուստատեսության կամ ինտերնետի կամ Պարոն Ղարբյանն այն տոկոսները ինչ ասում եւ ահա ինչավ հիմա այդանք առնենք եւ այսինքն պանիր չես առնում, մեքենա չես առնում, մտնես dealership, այսօր առնեմ, այսօր տոկոսը բայց մեծ բայց կա։ Եթե նոր ասես, տոկոսները իջերա, ելնենք տերևտիկին ամուսիններով երթանք տուն առնելու, մի հատ հեռաձայնենք պարոն Ղարբյանին, նայենք ինչա խնդիրը, պայմանները տուն առնելուն։ Մեծամասնություն, ինչպես ասամ, pre-approval-ի process-ը պետք է առաջ անմիջապես ունենաս, ոչ թե միայն pre-qual, այլ լրիվորեն pre-approval։ Շատ պարզ օրինակ տամ, չեմ, 2 շաբաթ առաջ escrow բացանք, լրիվորեն պատրաստ ենք հիմա, 2 շաբաթվա մեջ փակում ենք, I don't need a 30-day escrow։ So ինչ եմ ուզում ասում, թե լրիվ կրեդիթը, եկամուտը, թաքսերը, ամեն ինչ ուսումնասիրել, պատրաստել ենք եւ այդպես տուն նայելու։ Եթե pre-approval-ը ունես տուն առնելուց էլ շատ հեշտությամբ կարողանում ենք պայմանները negotiate անել, որ կարողանանք շատ հեշտությամբ արագորեն եւ ճիշտ պայմաններով offer-ը գրել։ Ես մենք օրինակ pre-approval-ներ ունենք, offer-ը գրելուց հպարտորեն գրում ենք 21 day escrow, 20 օր։ Էլ ինչու, որովհետև appraisal-ը մինչև գա, մինչև մենք նայենք տունի վիճակ, չենք ուզում արագացնել, կարող ենք արագացնել, կարող ենք 14 ամիս փակենք, բայց ընդհանրապես նախընտրելի է ոչ։ So որպես buyer, եթե նպատակ ունեք տուն առնելու, առաջ pre-approval-ը լրիվորեն
պատրաստությունը տեսեք, որ իմանաք պատրաստ եք, հետո դու նայել որ ավելի հեշտությամբ այլում էդի անել։ So եթե դուն վաճառող եք որպես seller, անշուշտ ինչ-որ տեղեկություններ են դարանում ենք, ինչ-որ data-ն նայում ենք, որ buyer-ները հետ են գալի, գնողները հետ են գալի, տեսանք դեկտեմբերի փաստը տեսանք եւ հիմա էլ տեսնում ենք։ Բայց inventory-ին դեռ բավական շատ չի, նույնիսկ այս շաբաթ մենք շից հետո ձեր հետ նայելու ենք շատ տուներ եկավ մարքեթ, անշուշտ ոչ թե ամենը ճիշտ արժեքներով, բայց ահա surprise, որ եթե այս քանակով, այս մեկ շաբաթվա մեջ դուրս եկավ, եթե ամեն շաբաթ սենց լինի, it's a great news buyer-ների համար, որ competition-ը բերում ավելի ուժեղացնում է, seller-ների համար դժբախտաբար ավելի շատ տուներ կենի մարքեթ եւ կարողանա buyer ասի չէ քո տունը թանկ է կամ ինչա, ես այս մեկը կառնեմ կամ այն մեկը կառնեմ։ So definitely inventory is still tight ընդհանրապես եւ որ good for the seller, but այս շաբաթվա քանակը ինձ չեմ կարող ասեմ վախացավ, մեկ կողմից ուրախացավ գնողների համար, բայց նույն ժամանակ adjustment-ները seller-ների համար որ պիտի ավելի realistic ձևով, so ինչպես պիտի seller-ը մոտենա մայտուն ծախելու պարագայում, բացի որ օրինակները օգտագործի կամփերը անմիջականները, պիտի նկատի առնի որ այսօրվա գնողները, որ սենց առաջ էլ այդ օրինակը ձեզի տվել եմ, շատ իրանք payment sensitive են, այսինքն իրենց համար payment-ը ավելի կարևոր է, եւ payment անշուշտ տոկոսն է թելադրում եւ տան արժեքը, բայց փորձառության վրայից, անգամներ փորձառության վրայից, որ $1 միլիոն տան պայմանների տակ, եթե օրինակ 5%, 10% down payment դնես $100,000, տոկոս, եթե 1% տարբերություն անում, $1,000 payment-ի վրա տարբերություն անում այդ 1%-ը, բայց եթե կարողանանք 1 միլիոնի փոխարեն 900,000 առնես, 100,000 discount առնես, 100,000-ի վրա $1,000 payment-ի մեջ տարբերություն չի անում, so շատ ավելի payment sensitive եք, so որպես seller դուք payment-ը հաշվելով կարող եք list անեք ձեր տուներ, անշուշտ իր մակարդակ, իր caliber-ներ ունի, so իրանք այսօրվա buyer-ները որպես value, որպես արժեքավոր գվճարեն այդ տան համար ինչ որ իր արժեքն է, բայց եթե տեսնեն որ սխալ արժեքավորում ունի եւ overpriced listed է, այսօր buyer-ը walks away, բոլորովին այդ desperate վիճակը չունի որ առնեմ, սխալ valuation էլի կեթա, բայց եթե չի ասում արժան եմ ուզում, այսօրվա buyer-ը գոնե մեր գրասենյակում buyer-ին ասում եթե գալիս ես ուզում ես ձրի տուն առնես, չկա, don't waste your time մեր հետ, այսօր ոչ ու ձրի տուն չի ծախում, բայց ճիշտ արժեքով համաձայն եմ եւ մենք էլ պնդում ենք եւ մենք էլ մեր buyer-ներին օգնում ենք եւ կարողանում ենք իրանց ճիշտ արժեքով առնել եւ ճիշտ արժեքը միայն քիլոով չի որ ասենք քիլո խնձոր ես առնում, վարունգ եմ առնում, այս արժեքը այսքան էլի թաղամաս արժեքավորոշում potential-ը ինչ հնարավորություններ ունի արժեքավորոշում, տան վիճակը արժեքավորոշում, տան չափսը արժեքավորոշում, so մենակ այն չի որ Glendale տուները 1 միլիոն են, ուրեմն ես 2 միլիոն ասում պետք չի։ Չէ, ամեն ինչ իր բաներ ունի, view ունես, չունես, փուլ ունես, չունես, որ լերի վրա ես, որ սարի վրա ես ունես, չունես եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց refinance-ները իմանում եմ մեծամասնություն ժողովուրդը, որ իրավունք էլ ունեն, չեմ մեղադրում բոլորովին, իրանք սպասում են, ինչպես անգլերենով ասում են the perfect rate, ամենաս լավ տոկոսին են սպասում, perfect rate, բայց փոխարեն focus անեք տոկոսի, perfect տոկոսի վրա, որ ինչ այլում, օգտագործեք perfect strategy, այսինքն ծրագրում, կարող է 30 տարվանից 20 տարի եթամ կամ 25 տարի եթամ, կարող է adjustable-ից fix-ից թամ, կարող է interest only-ից fix անեմ, կարող է առանց ծախսի կես տոկոս իջացնեմ 0 ծախսով, որևէ
վնաս չունենամ եւ այլն այստեղ ամենը եւ այդ ես արդյոք կարող է $300,000 credit card-ի պարկ ունես տոկոսը 30%-ա բայց տունի վրա չես ուզում քո 3-4%-ը որ ունես refinance-ը արել 5 տարի առաջ չես ուզում դա կորցնես բայց ընդեղում 30% տալիս ես երբ որ հաշվում ենք ասենք ընդ այդ պարկը credit card-ին ավելի շատ է քան թե տունին է տունի ասում բայց չեմ ուզում 4%-ից կորցնեմ at what cost 4-ը չես ուզում կորցնես 6 վերցնես բայց պատրաստ ես ընդեղում 30% վճարես շատ աննորմալ է պետք է ճիշտ հաշվեք so consolidation debt որ ասի պարկը եթե PMI ունես mortgage insurance-ը PMI-ի ձեռից ազատվես PMI մոտարապես կախում ունի ձեր credit-ին եւ այլն կապ ունի FHA դե ոչ ամենաս քիչը 19-20 այսինքն 0.2-0.19-ից ամենաս լավագույնը մինչև 1.1% so դու կարող ես տոկոսս 5.5 է լավ է բայց 1% PMI ես տալիս 6.5 ես technically so դա նորից եմ ասում այստեղ մեր բաները որ մենք ձեզ կարող ենք օգտակար լինենք հաշվարկենք որ ձեր տալիս է դե ձեր չի տալի անցյալ շաբաթ մի հատ հայրենակից էր ինձ հեռացանով երիտասարդ տղա էր եւ ասա տոկոս ինչա իր պայմաններով հաշվելով ես իրան խորհուրդ տվամ որ I don't recommend նախընտրելի է որ սպասես մեկի չէ աշկը տեմի տոկոսների վրա իմ ժամը բանարա հետևի եւ մեր website-ը եւ social media մանավանդ մեր website-ի վրա կարող եք շատ բան անեք դա վրա իսկ իմանաք ես էլ social media post եմ անում տոկոսները ուրբաթ օրերը եւ այլն ինչեւ իցի ասեմ ձեռնատու չի սպասի բայց մի հատ ուրիշ ունեմ հակառակ իմանում եմ շատ կորուստ ունի օրական իմանում եմ շատ savings ունի օրական ձերը բայ ասում հələ սպասենք որ wow yani ճիշտ ես գամ չեք ոչ refinance ոչ տուն ոչ մի բանի մասին չխոսանք եկեք կան ձեզ ես ինձ ամիսի $500 ձրի փող տուր ասես էր տամասը տուր ես իմ ասենց այդ refinance channel այդ $500-ները ձրի տալիս ես առանց պատճառի there's absolutely because կարող ես $500 $600 $700 save անես բայց ասում հələ սպասենք $700 ձրի տալիս ես so refinance decision այսինքն որոշում տալը որ արդյոք refinance անեմ դե չանեմ չպետք է լինի զգացման լավ տոկոս չի պետք է լինի mathematical մահդ որոշում it is not an emotional decision it's a mathematical decision հաշվար 2 + 2 այսքան save եմ անում այսքան ծախս ունեմ այսքան ժամկետ այս հաշվար կա որ մենք ձեր համար անում ենք Եվ դա վրա կարողանում ես որոշում տաս, որ արդյոք refinance անեմ, դե չէ ոչ թե հələ տեսնենք, լավ է, բայց կարող է էլը ցած գա։ No, it's math. It makes sense or it doesn't make sense. Հաշվարկ։ So անշուշտ մենք պետք է ասեմ ամեն մարդու համար տարբեր է, ամեն մարդու համար նույնը չի, եւ մենք հաշվելով ձեր համար հաշվենք նույնիսկ եթե buyer ես Արդյոք you should wait or not, կամ seller ես, you should wait or not, կամ refinance ես անում, you should wait or not. So այս պատճառներով, այս լուրերով անցյալ շաբաթ մի հատ ամենամեծ լուրերից մեկը որ ունենք պահանջը որպես mortgage, որպես loan-ի պահանջը ամենից բարձրն էր որ ունեցանք եւ ինչա նշանակում սա Los Angeles կամ ընդհանրապես մեր շուրջի buyer-ների եւ homeowner-ների համար So անցյալ շաբաթ mortgage demand, այսինքն պարկի պահանջը, որ դիմեր են պարկ ունենալու համար, ամենից բարձրներից մեկն էր National Mortgage Bankers Association-ի կողմից application-ները մեկ շաբաթվա մեջ, որ անցյալ շաբաթվա մասին է խոսքը, 28%-ի չափ application-ները բարձրացան մի անգամից։ Եվ ինչ է նշանակում, ինչու, որ բարձր activity-ները մեզի փաստում է, որ նորեն թելադրում է, ինչ է թելադրում, որպես buyer-ները եւ տանտերները, այսինքն արդեն տանտերներն են, շատ արագորեն react են անում, քայլ են վերցնում տոկոսի լուրի վրա։
Այսինքն մա տոկոսը որ իջավ 1-2 օրվա մեջ անմիջապես immediately we see action from buyers and homeowners. Դա թելադրում, ուրիշ ինչ թելադրություն ունի։ Ոչ։ Այսինքն ամեն մարդ ոչ թե որոշել են, չէ, դոն չեմ առնելու, չէ, չեմ refinance անում, դոն կամ ոչ, ամեն մարդ պատրաստ վիճակի մեջ հարցակվի։ Եվ դա փաստերը ունենք։ Եվ դա exactly what happened. Վերջի 2 շաբաթվա ընթացքին ինչպես ասամ, տեսել են տոկոսները բարձրանում, եւ անց մեծ լուրերից մեկ անցյալ շաբաթ էր, որ դա տոկոսները իջացան, մանավանդ անցյալ ուրբաթ, որ major announcement էր, որ նախագահ Թրամփը ասավ այդ $200 միլիոն մասին, որ ձեզի բացատրել եմ։ Մինչև ուրբաթ օրը պաշտոնական Freddie Mac-ի տոկոսը 6% իջավ, ինչպես միշտ ասել եմ, մերը 5.5-ի չափ հայելու։ Բայց այդ մահդ իջմանը, որ իջավ այդ ձևով, բավական չէր, որ ընդհանրապես մարքեթը բավական էր միայն այդ մահդ տոկոս իջնելը, որ մարքեթը արտնասնի եւ ժողովուրդը արտնացան եւ action վերցան, ասամ կամ տուն առնելու համար կամ refinance-ի համար։ Սո կարևորներից ինչա, որ նույնիսկ ամենից փոքր փոփոխությունը տոկոսի մեջ, որ պաշտոնականը 5.99 էլ ցույց տվան, որ նորից մեր 5.5 էր, բայց պաշտոնականը, մեծ emotional response ժողովրդի տոկոսի վրա եւ բայերների կողմից եւ homeowners-ների կողմից մանավանդ Southern California-ում եւ ինչու մանավանդ Southern California-ում, որտեղ ամենից մեծ monthly payment savings-ը California-ում է։ So լրիվ շաբաթվա ընթացքին պաշտոնական average-ը, որ Freddie Mac-ի կողմից էր, մոտ 6.18 ելավ եւ այսի 6.25 էր մեկ շաբաթ առաջ 1.11-10-րդի չափ իջավ։ So it's massive drop on the paper, այսինքն թուղթի վրա պաշտոնական գրվում է, բայց արդյոք իրական կյանքի ոչ թե միայն թուղթերի վրա ինչ տարբերություն արավ, մեծ shift ունեցավ, այո, որովհետև payment calculation-ի մեջ, payment-ի մեջ affordability-ն մեծ դեր է կատարում, ժողովուրդը կարողանան տուն առնել եւ այդ payment-ը մեծ տարբերություն ունեն։ Նույնիսկ բաժանվում են անշուշտ երկու մասի ժողովուրդ, մեկը refinance ժողովուրդն է, refinance-ի համար եւ refinance-ը մեկ շաբաթվա մեջ 40% աճ ունեցավ refinance-ը, 40% աճ ունեցավ refinance-ը եւ մոտ 128% ավելի շատ քան թե անցյալ տարի նույն ժամանակ եւ այսի նորեն մեզ ասում է որ homeowner-ները, տանտերները սպասում են ամենասայդլայն, սպասում են սպասողական վիճակի մեջ են, որ տոկոս որ գալիս է shift անում եւ միանգամից action են վերցնում։ So եթե ավելի իջնի ժողովուրդը ասում մենք պատրաստ ենք նորեն action գվերցնեն։ So ավելի շատ տոկոսներ իջնալու ապակայում այո, բայց loan size-ը որովհետեւ մեծ են եւ ավելի բարձր են homeowners-ների համար այդ կես տոկոս 3.5 կես տոկոսը 1 միլիոնի վրա $500 տարբերություն անում ամսականի վրա 300-ը $700 is not a joke, is not a small money մանավանդ LA մասին է խոսում so someone has մեծամասնու $800 $1 միլիոն պարկ ունեն այդ կեսից 300 տոկոսը մեծ տարբերություն անում so refinance-ի համար ինչպես ասեմ կամ consolidation անում կամ պարկ ունեն կամ տունը պետք է սարքեն եւ այլն։ So մյուսը home buyer-ներից էր անշուշտ application-ները, մի մասը refinance-ներից էր 40%-ը, մյուսը գնողներից էր, so purchase application տուն առնելու համար այս շաբաթ 16% was a huge number 16% որպես առնելու application-ները բարձրացան եւ purchase գնողների համար անշուշտ միայն reaction-ը չի refinance բարոների հետ միասին նույն ժամանակ են բայց նույն ձևի որպես refinance-ներն են action վերցնում բայերը չի կարող ասի տոկոս իջավ այդքան կառնենք ինչպես մենք քիչ առաջ ասամ որ դեպի կը նախապատրաստությունները տեսնի տունը պետք է լինի so purchase demand-ը ելը բարձր էր բայց ոչ թե որովհետեւ մեր շաբաթվա մեջ տոկոսը իջավ որտեղ մեր շաբաթվա մեջ չես որոշում եթե տուն առնես բայց դա որովհետեւ
ժողովուրդը արձակուրդներից հետ են եկել դեկտեմբերից, ասում եմ անցած շաբաթվա application-ի մասին եմ խոսում, շաբաթ որ անցավ, այսինքն ամեն մարդ արդեն իրանց արձակուրդներից, նոր տարվա արձակուրդներից, Christmas-ներից հետ են վերադարձել, իրանք ավելի իրականության real life-ի մեջ են մտնել, որ ինչ կա, ինչ չկա, եւ ասեն, օքեյ, այդքանք հիմա տուն առնելու, refinance անելու, տուն առնելու մասին են մտածում, եւ մեծ պատճառներից անշուշտ որ locally մանավանդ տեսնում ենք, մեկ քիչ տուները, ինչպես ասամ, մանավանդ այս շաբաթ շատ են շատացել, հնարավորությունը գնողի համար շատ է լավացել։ Ելնում է օրինակ շաբաթներ նայում ենք որին էսի տուներ են, էսի բան, բայց այս շաբաթ ինչքան option մանավանդ տարբեր համայնքի տարբեր մասերը, որ ժողովուրդը ապրում են ընդհանուր տարբեր neighborhood եւ community։ Շո արժեքները մեծ ձևով մեկի soft էլեր են, բայց հիմա seller-ները օրինակ Glendale եւ Burbank-ի կամ La Crescenta-ի մասին հախոսալով, որ դեր buyer-ները, ինչպես նախկինում ասամ, payment sensitive են, թող seller-ները լավ իմանան դու արժիքը որ դնում ես payment-ը նկատի պետք է առնես դա համար եւ it's all about the monthly payment. So երբ որ տոկոսները իջավ նույնիսկ քիչ demand-ը վերադառնում է, ինչպես որ փաստեր ունենք որպես real estate sales եւ փաստեր ունենք որպես mortgage application եւ երբ որ պահանջը վերադառնում է լավ տուները, ճիշտ տուները, ամենած best homes in the market ստանում են multiple offers, որովհետեւ դեռ բավականին ինվենտորի չունեն եւ at the right house with the right price multiple offer ստանում, so եթե տուն ես առնում եւ սպասում ես for that perfect moment, դժբախտաբար կարող եմ ասեմ այդ մի սպասի, որովհետեւ that's not coming anytime soon. So տոկոսները իրականության մեջ մեկ քիչ իջան, հետո անշուշտ շաբաթը սկսա մեկ քիչ բարձրացան, մեր մոդել քիչ է, միշտ նախնդիրը քանի տեղեր հեռազանեք հարցնեք, so մեկ կողմանի մի մնացեք, բայց 2026-ը եթե ուզում եք շուկայի մեջ մնաք, առաջի հերթին pre-approval-ը եւ pre-approval-ը պատրաստությունը տես, նույնիսկ refinance-ի համար էլ pre-approval-ը պատրաստությունը տես, հետո մեզ տոկոսին սպասես, եւ based on այսօրվա տոկոսներով pre-approval-ը ստացի, որտեղ էլ փոխվում է, ծրագիր ունեցի, plan ունեցի, ինչպես ենք անելու, երբ ենք անելու, երբ չէ, եթե մենք ձեր համար կօգնենք ձեզ այդ ծրագրել, structure ունենալ եւ ճիշտ թուղթի վրա ճիշտ process ունենալ եւ անշուշտ մի սպասի մինչեւ այդ perfect number-ին, որովհետեւ այդ competition-ը խանգարելու է քո երազած արժեքները եւ որպես տուն գնող տուն ունեն, տանտերներ են, եթե տոկոսեն 6-երի եւ 7-երի մեջ է, անմիջապես հեռացանեք նայենք ձեռնատուը դե չէ, if you're in 6s and 7s, որտեղ refinance ինչպես ամեն կես տոկոսից մի տոկոսը մեծ տարբերություն անելու, նամանավանդ եթե ընդհանրապես Այս վերջերս ես արել, որ տարիների հարց չունես, բայց նորեն credit քարտերի հարցերը կա եւ այլն, բայց 5-երի մեջ ունենք, մեկից հետո տոկոսները կանդրադառնանք, որ 5-երի մեջ էլ դեռ ունենք տոկոսներ, ամեն մարդու համար նույնը չի, ունենք bank statement, ունենք tax return program, ունենք 1000 տեսակի ծրագիրներ կա, so չեմ ասի կենտրոնացի միայն մահատին հեռացանեք, ձեզի կոնկրետ կասենք, որը ձեռնատու է, որը չի։ So նախընտրելի է, որ մենք նայենք շուկան ուրբաթ օրը ինչպես փակվավ, հետո դա վրա տոկոսները, հետո լիստինգները նայենք շատ հոյակապ լիստինգներ, այս շաբաթվա լիստինգները կարող եմ ասեմ we have a winner in Grand Hills, so մենք նայենք տոկոս, մարքեթ ինչպես փակվավ։ Ուրեմն Dow Jones-ը 49359 83 փոն կորուստ ունեցավ, S&P-ն 6944 փոն կորուստ ունեցավ, Nasdaq-ը 23915 14 փոն կորուստ ունեցավ Nasdaq-ը։ Գերմանական DAX-ը 25297 55 փոն կորուստ ունեցավ, անգլիական FTSE-ն 10235 365 կորուստ ունեցավ FTSE-ն, Japanese Nikkei-ը
53,936 174 փոն կորուստ ունեցավ եւ Շանհայը 4001 10 փոն կորուստ ունեցավ Շանհայը։ Քարյուղը հայրենակիցներ $59.33 Վենեսուելայի հարցերը դեռ էթում 11 սենտ բարձրացավ, ոսկին 4640 $23 ուրբաթ իջավ, արծաթը $89.91, $2 իջավ արծաթը, պլատինումը 2320.73 փոն կորավ պլատինումը։ Եվրոպական եվրո $1.16 1 եվրո, անգլիական British pound-ը $1.33 1 pound, եւ Bitcoin-ի Coinbase-ը 95410 ուրբաթ օրը եւ Հայաստանի դրամը 380։ 10 տարվա Treasury-ը 30 տարվա վարկերը կախյալը անշուշտ էս տարբեր պատճառներով բարձրացավ, բայց մի հատ ուրիշ պատճառներից էլ կարող է նախատեսել Trump-ը, Jerome Powell-ի փոխարինող անձնավորությունների անուններ տվավ եւ էտել մի քիչ մարքեթը խառնում է իրար, բայց ինչպես տեսնում եք, տոկոսը reactive է, տոկոսը լուրերի վրա action է վերցնում։ Նայեք տոկոսները fantastic տոկոսներ, մանավանդ refinance-ի համար, բայց ինչպես միշտ ասել եմ, ամենը նույնը չեն, ամեն մարդու համար նույնը չի, so անպայման հեռացանեք ձեր համար կոնկրետ, կարող է ձեր տոկոս ավելի լավ է ինչ-որ ցուցադրում եմ, չի նշանակում ես լավն եմ ցուցադրում, so mən նույն տոկոսներ։ Առաջինը սկսելով ես refinance-ին եմ ձեզ ցույց տալի, ուրեմն թե վարկը 832,000 պակասը, credit score-ը 781-ից բարձր է, house հողով տուն է, միայն ուզում ես տոկոսդ իջացնես 30 տարվա fix եւ մեջը բնակում ես 5.5% 1 փոքր ճիշտ եք տեսնում 5.875 1%-ով 0.5 եթե ուզում եք high refinance-ը cash out անեք եւ ունեք գոնե 30% equity 5.5% 1 point-ով եթե high balance եք 832,000-ից մինչև 1,249,000 5.625 1 point-ով ճիշտ եք տեսնում high balance-ի պարագայում։ Սա P&L program-ն է, այսինքն առանց tax return-ի, self-employed եք, profit and loss, սա 6.25 credit score-ով, մինչև $2,000,000 30% equity ունենաս մեջը 6.25 1 point-ով։ Սա եթե ձեր credit-ը վատը 620-ը ձեր credit score-ը եւ ունեք 30 cash out անեք գումար քաշեք տան վրա 5.375 հոյակապը 5-երի մեջ ենք տեսնում մի քիչ արագացնեմ սա էս Biden program-ն է so եթե առաջին անգամ տուն եք առնում ես օրինակ գտվել եմ թե 800,000-ի տուն եք առնում կամ 1 միլիոնի տուն առեք տարբերություն չանի մեկ քիչ տոկոսի մեջ փոխվում ասենք 1 միլիոնի տունը 20% down payment դնես նույն տոկոսը կստանաս 5.5%, բայց 5.5-ի առաջի տարին 3.5%-ով ես վճարում, երկրորդ տարին 4.5, երրորդ տարին 5.5։ Սա Fannie Mae կողմից first time home buyer միայն 3% կանխավճարով մինչև 832,000 5.375 նայեք դե 6 չկա հայլևս 6-երի մեջ 5.1 5.375 5.625 6-երի մեջ այլևս տոկոս չկա 20% կանխավճարով նույն ձևի 5.375 20 տարվա fix-ը 5.25 so կարող եք refinance անեք 20 տարով 5.5-ը վերցեք եթե օրինակ ձեր տոկոսն 7 այսօր 5.5-ով վերցնես 20 տարով եւ տարիներ հետ կրճատում ես 15 տարվա fix-ը եւ 10 տարվանը high balance-ները վերելում է 832-ից 1,249,000 ճիշտ եք տեսնում 5.75 1 point-ով 20% կանխավճարով 5.75 1 point-ով 20% կանխավճար 20 տարվա fix 5.625 FHN-ները մի քիչ ավելի հեշտ են բռնում underwriting-ը եւ credit-ը 3.5% կանխավճարով 5.125 1 point-ով 5.3-ով 0 point-ով այո 3.5% down payment 5.375 so տոկոսները սարքվել են արդեն տոկոսների հանցավորությունը չի high balance ինչպես տեսնում եք 5.625 եւ FHA-ից FHA սա նայեք առանցին 1 penny վճարեք եթե ձեր վարկը 800,000-ից պակաս է կարող եք ստանալ 5.875 առանցի որևէ թուղթ ուզենալու Jumbo-ները տուն առնում է full DAC-ով եւ այսի profit and loss եւ interest only
interest only ֆունդակի մեջ մոտարապես $900,000 տարբերություն է, եթե ասենք պարկը 1 միլիոն է, ինչ եմ ուզում ասած եմ, նույն տոկոսը, եթե 1 միլիոն պարկը տա, օրինակ 6.3-ով կենես ամիսը $6,300, եթե interest only ես, ելնում ես $5,500, so ահագին տարբերություն անում։ SSCF-ը եթե կաս, բայց bank statement-ով դիպազիտներդ ենք հաշվում, սա է նույն ձևի, բայց interest only-ն է, ինչպես տեսնում եք։ Line of credit-ները առաջ մեզ կենտրոնական բանկը փոխի մենը կփոխվի, բայց teaser ունենք, որ 3%, 4%-ով սկսում են սպասեցի, սկիզնական շրջանն է չեմ ուզում խափեմ եւ անշուշտ fix second որպես երկրորդ։ Իմանում եմ ժամանակը չի թույլատրում, բայց լիստինգներ ունենք, պետք է մի քիչ արագացնեմ լիստինգները, ափսոսը լիքը լիստինգներ ունենք, mən 9 լիստինգները խնդրում եմ։ Առաջինը սկսելով for lease, այո, թահանգայում հողով տունը լրիվորեն remodel-ելած 3 bedroom 2 bath recess light-երով, գետինի մանրատներով, central AC-ով, brand new խոհանոց, brand new washer dryer hookups, brand new bathrooms, brand new ամեն ինչ լրիվ մեծ, այսի բոնուս ռումա կարող եք office անեք, հսկայական բակունի, պտուղի ծառեր ունի, թահանգայի շատ լավ թաղամասներից մեկն է, շատ շնորհքին թաղամասներից մեկն է, $4,950 թահանգայում for lease։ Առաջի տուները սկսենք Sherman Oaks 2 bedroom 2 bath 1053 square feet $395 Homeowners Association-ն է, $545,000 asking price, որ $518, բայց եթե Sherman Oaks-ի լավ թաղամասում եք ուզում եւ Sherman Oaks, որովհետեւ ինձ քոլեջներ է Սիսանը եւ այլն ուզբեք եթակ, Northridge campus եւ այլն մոտիկա $545,000 asking price։ Silmar 3 ննջասենյակ 3 լվացարան, շատ լավ 1300 square feet տունն է, 2 հարկի վրա townhouse-ը, $528 Homeowners Association-ը, դու կոմար փոքրիկ բակն էլ ունես, $431 price per square feet, ու $565,000 որպես starter home, բավականի 3 bedroom, եթե պետք ունես դու երեխաները մեծոտ են ավելի չեմ կարող share the room, why not 3 bedroom եւ այդ փոքրիկ բակն էլ ինչպես տեսնում ես ունես քո համար private։ Burbank 2.2 լվացարան 1131 square feet ունի մեծությունն է, $531 price per square feet, $594 Homeowners Association-ն է, $600,000 asking price Burbank-ում, որ դեսպես $531 ելնում, որպես starting is not bad, եթե ուզում ես Burbank-ում ապրես։ Քիչ գույների բանկա, բայց դա սիրուն նստելու տեղեր ունի, բավականի մեծ։ North Hills 3 ննջասենյակ 3 լվացարան, սա it's a great buy, մեծ 1636 square feet-ա մեկ որ մեծ ուզում ձեռն բացելնի լրիվ remodel-ելած է, $328 Homeowners Association-ն է, asking price $382 price per square feet, որ հիմա $625,000, բայց նայեք լրիվ remodel-ելած AC unit-ով North Hills-ում 3 bedroom եւ 1600 square feet եւ private garage-ով եւ այդ մեծ patio balcony-ն էլ ունես քո համար անձնական, it's a great purchase։ Sherman Oaks նորեն 3 ննջասենյակ 2 լվացարան 1370 square feet ունի մեծությունն է, $675 Homeowners Association-ը, asking price $669,000, որ հիմա $488 price per square feet, շատ nicely done, շատ սիրուն ճաշակով remodel-ելած է, you don't need to spend a penny ներս մտնելու համար, $669,000 Sherman Oaks-ում, washer dryer hookup-ն էլ տան ներսն է։ Մյուսը Glendale 2 ննջասենյակ 2 լվացարան 952 square feet-ա փոքր է, բայց մոքի Glendale-ում ուզում ես start սկսես եւ մաքուր moving condition առանց ծախսի Homeowner Association-ը $400, $685,000 price per square feet, որ բա $720 price per square feet, բայց Glendale-ում private garage-ով եւ rooftop-ը տեսակ, rooftop-ն էլ ձերն է։ Burbank 3 ննջասենյակ 3 լվացարան 1431 square feet ունի մեծությունն է, $483 Homeowners Association-ն է, $775,000 asking price, fully remodeled, $542 price per square feet, Burbank-ի լավ թաղամասներից մեկն է։ Կներեք, բեկե
արագացնեմ, չեմ կարող շատ բանեմ։ Pasadena 3.3 լվացարան 1441 square feet $575 Homeowner Association-ը $828,000 բծիմա $583 price per square feet or Pasadena-ի համար this is a good price since վիճակի տուն $583 price per square feet is fantastic. Toluca Lake, այո, 3.2 լվացարան nicely done, սիրուն ճաշակով 1700 square feet, այդ պարսկական գորգը, oh my god, տեսնում եմ բերանից ջուրերը եթում, I love it, $576 Homeowners Association-ը, $494 price per square feet, or Toluca Lake-ի համար it's $494, it's a good price, $850,000 asking price, nicely done, great home in Toluca Lake. Dana Point Beachfront, այո, beach-ին մոտիկ 2.2 լվացարան 1130 square feet տունի մեծությունն է, $700 Homeowners Association-ը, it's a townhouse Dana Point beach-ին մոտիկ walking distance, կարող եմ ասեմ 5 րոպե քայլել է maximum, $757 price per square feet, $855,000 Dana Point, 5 րոպե քայլեք դեպի beach bicycle-ով, կարող եք այդ 5 րոպեով դեպի beach, Dana Point Homes. It's great property, great Homeowners Association. Նորեն Dana Point 2.2 լվացարան 1130 square feet տունի մեծությունն է, 700 square feet Homeowners Association-ն է, $859,000, հիմա $760 price per square feet, նորեն մաքուր moving ճաշակի մեջ է, պարզապես 5-10 րոպե քայլելով մինչև Ծովեզերք, and the ճաշարանները, ռեստորանները is right there around the corner. It's ամիջապես։ Glendale 2.3 լվացարան 1450 square, տեսա ասում լիստինգները շատ են, $450 Homeowners Association-ն է, $989,000, ես դեռ ինչքան լիստինգներ կարող եմ ցույց տամ, ժամանակը չի ներում, շատ ավելի ուրիշ լիստինգներ կան, քան թե ինչ-որ ձեզ ցուցադրում եմ, բայց Glendale-ում նայեք հոյակա $682 price per square feet, Homeowners Association-ը շատ լավ, great price, 989,000 մի նայի, քեզ ինչքան մեծ տուն է գալի, ինչ հնարավորություններով։ Malibu 4.5 լվացարան 4000 square feet տունի մեծությունն է, նայեք, էսի this is your beach right here, էսի, դες տունդ որդ է, $1,300 Homeowners Association-ն է, շատ բաներ է փակում, $9 million asking price, Malibu, Ծովեզեկ, Ծովի ափին, this is your home, առօրյա կելնես երևի շատ դժգոհ կելնես, որ էսենցի տեղ ես ապրում։ Հողով տուներ նայենք, մեկի շատ բեկի արագասեմ, Simi Valley 3.2 լվացարան, 1268 square feet տունի մետրությունն է, 6000 square feet հողամասի մետրությունն է, $800,000 asking price, $614 price per square feet, Simi Valley-ում, SS տուն, մաքուր, moving condition, $800,000, very affordable, այդ որ ասում ենք affordability հարցը, $800,000-ի 10% down payment ես $40,000, բարկը կլում է $760,000, payment-ը չեւեկե շատ ելնի բոլորին լրիվորի մեկ է manageable ելնի։ Glendale 2.1 լվացարան 1300 square feet տունի մեծությունն է, 5600 square feet հողամասի մեծությունն է, աշխատանք ունի տանելով այս cosmetic ներք, flooring, տես բաներ, պետք է չունես kitchen-ը փոխել, նաև մաքուր է մոտարապես, այտենց մեծ կարող ես ներկես $885,000 Glendale-ում նորեն հողով տունը, եթե ուզում ես, այս ամենից արժանն է որ կա։ Tahanga 3.3 լվացարան 1790 square feet fully remodeled 4300 square feet հողամասի մեծությունն է, հողը փոքր է, թե մեծ երեխաներ չունեք, փոքր երեխաներ չունեք, բայց նորեն բավական է, բակ ունես, $900,000 asking price, but նայեք, moving condition, fully remodeled, $500 price per square feet, $502, չափսը կա, bedroom count-ը կա, այս էլ բակը տա, more than enough, yani կարող ես ֆուտբալ էլ խաղաս, սոքեր էլ խաղաս, հերիք է։ Northridge 3.3 լվացարան 2050 square feet տունի մեծությունն է, 6000 հողամասի մեծությունն է, $459 price per square feet,
Նորիջում ինչպես տեսնում եք գետիներ ամեն մանրատախտակներ կան, լույսերը կան, խոհանոցը օքեյ է, it's in moving condition, $459, $900,000 asking price, ինչպես տեսնում եք Նորիջում շատ լավ տուներ կան։ Silmar 5 ննջասենյակ 4 լվացան ճիշտ եք տեսնում 5 bedrooms բայց 2 դուռ ունի որովհետև կողքին AD-ն էլ ունի 2500 square feet ունի մեծությունն է 6800 square feet հողամասի մեծությունն է asking price $1,100,000 որը $436 price per square feet $436 it's a great price եւ տունի վիճակը նայեք fantastic condition North Hollywood 4 ննջասենյակ 4 լվացարան 242 square feet 8000 square feet հողամասի մեծությունն է asking price $1,150,000 ելնումա $537 price per square feet but nicely remodeled շատ ճաշակով շատ լավ remodel են արել very good remodel I love it ապրես իր դիզայնին ու decoration-ներին overall they did a great job Ժամանակս կների Grande Hills, այո, նայեք 4 ննջասենյակ 2 լվացարան այս տունը location is perfect location 2400-379 square feet տունի մեծությունն է high ceiling-ով, մանրատախտակով 8500 հողամասի մեծությունն է, խոհանոցից nice, appliance-ները countertop-երով $1,300,000 asking price, որ $544 price per square feet Grande Hills-ի ինչպես ասամ շատ լավ թաղամասում է, nicely remodeled, nice job, պետք է չունես փող ծախսելու, as is կարող ես մտնել ներսը, դա էլ բակն է եւ pool էլ ունի անշուշտ pool-ով տուն է, so you can't go wrong with this house with that price. Burbank 4 ննջասենյակ 2 լվացարան 1190 square feet տունը փոքր է 5800 հողամասը, բայց դա լրիվ remodel է, լացա մոքյո շատ մեծ չի ուզում եւ fully remodel ուզում եւ Burbank ուզում։ Սա թանկա դրե $1,300,000 թանկա դրե, բայց դրանք ինչա offer անում, so էդի մեծ դեր է կատարում ու դա մարդ կա որ չի կարող փողը ծախսի, so եթե այս տունը իրոք գարի ձեզի $800,000 ծախս, $900,000 ծախեր, ներողություն, բեք այդքան փող ծախսի որ ես հասկացես այդ կետի Grande Hills side նույնպես 5 bedroom 3 bath գոյակապ location great job աստիճաններն այք very modern գետինը recessed light-երը ամեն ինչը 10000 հողամասի մեծությունն է perfect location-ում kitchen-ը նայեք perfect $560 price per square feet elma $1,400,000 asking price actually price ճիշտ է դեր արժեքը համեմատաբար ճիշտ արժեքա դրե համեմատ ինչ որ offer անում կարծեմ ինչեւ ամներություն ժամս չի ներում Burbank 3 ննջասենյակ 2 լվացարան 1629 square feet 6700 հողն է եւ asking price $1,479,000 $908 price per square feet pool-ով տունել է Glendale 2 ննջասենյակ 2 լվացարան 2043 square feet տունի մեծությունն է 9100 square feet հողամասի մեծությունը Asking price $1,700,000 ելնումա $493 price per square feet մեկ քիչ ծախս ունի անշուշտ այդքան մաքուր էլ չի մեմ մասը remodel-ելած է մեմ մասը չի La Cañada this is a great home 3 bedroom 2 bath մեկ քիչ բակը փոքր հողը մեծ է բայց բակը փոքր է 2071 square feet 14000 հողամասի մեծությունն է $1,800,000 asking price for $869 price per square feet մեկ քիչ ավուցե բարձր պատճառ է որ բակի պակասություն ունի նույնիսկ հողը շատ է բայց usable-ը քիչ է so 14000 square feet մեկ քիչ ինչպես ասեմ բակի պակասություն ունի so that's the good price La Cañada նորեն 3 bedroom 2 bath 1711 square feet 9300 հողամասի մեծությունն է $1,900,000 asking price-ը ավելի լավ վիճակի մեջ է, remodel-ելած է $1,110 price per square feet, մեկ քիչ expensive side, բայց որովհետև աշխատանքը տարերա is asking for it, I don't blame him, շատերը կամ կասեն, you know what, ես եթե ստեղում $200,000 կամ $300,000 ավել եմ տալի,
նույն 200-300 պետք է ծախսեմ, որ տուն հասցնեմ այս վիճակի, դուսի բարբեկյուով, փուլով եւ այլն, դե ոչ ավել 400,000, թող ես հիմակվանից ավել տամ, որ ես ամեն ունենամ, թե փուլ ունենամ, թե նիսկորտես ունենամ, խաղանու վայր ունենամ. So a lot of people will pay for it. It's worth it. Glendale 4-տնջասյա King լվացարան 3000 square feet տունի մետրությունն է, 7700 square feet հողամասի մետրությունն է, 1926-ի տուն է, կարող եք երևակայեք, այդ եք տեսնում, 1926-ի տուն եք տեսնում, դե 2026-ի տուն եք տեսնում, այո։ $651 price per square feet, $2 million asking price, it's priced fantastic, բայց նորից պետք է ամեն ինչի նկատի առեք, ամեն մարդու համար չի, so great property։ Շատ շնորհակալ եմ, նայում եք եւ հետեւում եք մեր ծրագիրները, շատ պետք է ներեք, որ չեմ կարող ամեն լիստինգները ցույց տամ, շատ խոսացի, մյուս անգամ քիչ, բայց առաջ հեռաձայնեք pre-approval-ի համար պատրաստություն տեսեք, եթե refinance-ը կամ տուն առնելը նախքան քայլ վերջները, նախքան վերջի վարկանին։ Կհանդիպենք ձեզ նույն շաբաթ, տեսություն։